Սուրբ Հարության տոնից 50 օր անց նշում ենք Հոգեգալստյան տոնը, որը առաքյալների վրա Սուրբ Հոգու իջման հիշատակությունն է։ Այս տարի այն կնշենք հունիսի 8-ին։ Գործք առաքելոցում կարդում ենք, թե ինչպես Սուրբ Հոգին հրեղեն լեզուներով լուսավորում է աշակերտներին, եւ նրանք դառնում են Աստծո խոսքի թարգմաններ ազգերի մեջ, խոսելով այն երկրների ու ժողովուրդների լեզուներով, որտեղ որ պետք է քարոզեին քրիստոնեությունը։ Ըստ Ներսես Լամբրոնացու Պետրոսը խոսում էր լատիներեն, Փիլիպոսը արաբերեն, Թովմասը եթովպերեն, Թադեոսը հայերեն։ Սուրբ Հոգու էջքը տեղի է ունեցել հրեական Պենտեկոստեի տոնի օրը, որը հին ուխտի 3 ամենամեծ տոներից էր եւ թարգմանվում է 50-րդ։ Տոնը նշելու համար հրեաները ուխտի էին գնում Երուսաղեմի տաճար եւ ընծաներ մատուցում Աստծուն։ Այդ օրը Երուսաղեմում միշտ շատ ժողովուրդ էր լինում աշխարհի բոլոր կողմերից։ Հոգեգալստյան տոնը կոչվում է նաև երրորդության տոն, քանի որ առաքյալների վրա Սուրբ Հոգու էջքով հայտնվում է երրորդության խորհուրդը։ Այս տոնը ըստ Օգոստինոս Երանելու առաքելադիր է, հաստատվել է դեռևս առաքյալների օրոք եւ ամենավաղ ժամանակներից ի վեր հանդիսավոր կերպով նշվել է բոլոր եկեղեցիներում։ Քրիստոնեական եկեղեցում շնորհաբաշխությունը կապված է Սուրբ Հոգու հետ։ Մարդուն տրվող յուրաքանչյուր շնորհ աստվածային պարգև է։ Հետևաբար հոգեգալստի հիշատակումը յուրաքանչյուրին ուղված կոչ է աստվածային շնորհներն ի բարին օգտագործելու եւ դրանցով չհպարտանալու։ 2011 թվականից ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ հոգեգալստի տոնը հռչակված է նաեւ Սևանավանքի Սուրբ Առաքելոց եկեղեցու ուխտի օր։ Ամեն տարի այդ օրը վանք են տարվում առաքյալների մասունքները։ Պատարագի ավարտին կատարվում է անդաստանի կարգ երկրի եւ եկեղեցու անսասանության համար։